Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մարանիկ։ Он черный, он горячий, он настоящий, он любимый, любимый Лебо, мой кофе. Ողջույն Լիպարիտ։ Ողջույն։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Հիանալի, համեցեք։ Ինչպես եք, ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Լավ, շնորհակալություն։ Նախ շատ հաճելի է ձեզ տեսնել Հայաստանում, որովհետեւ շատ մեծ դժվարությամբ կարողացանք հարմարեցնել ձեր գրաֆիկի հետ մեր նկարահանումները։ Հաճելի է ձեզ տեսնել մեր օջախում։ Շնորհակալություն այսպիսի լավ ընդունելության համար, որովհետեւ միանգամից մթնոլորտը փոխվում է, ձեր ժպիտը ամեն ինչ հարթում է։ Պատմեք Լիպարիտ, ինչով եք հիմա զբաղվում, որովհետև գիտեմ, որ մեծամասնությամբ շրջագայություններ են ձեզ։ Վայ, մամա ջան, սա միակ բան ինչ կարող եմ ասել, սիրելի գործով։ Բայց շատ բուրըն, շատ խառն է։ Այս 7 օրով եկել եմ Հայաստան, այսպես տան հարցերով, տան գործերով, դրա հետ զուգահեռ գործնական, որովհետև դերեր կա, որ հիմա պետք է արագ կրկնեմ, որովհետև հիմա մոտակա օրերին պետք է մեկնեմ Մոսկվա, այնտեղ մի դեր պիտի երգեմ, որը 1.5 տարի առաջ եմ կատարել վերջի անգամ, ֆրանսերենով է, Դեգրիոն, Մանոն օպերան մասնեի, պետք է դա կրկնեմ եւ նաեւ զուգահեռ կրկնում եմ մի ուրիշ դերեր, որը 2 տարի առաջ եմ երգել, որը հիմա Վիեննա շտատսոպերայում պիտի երգեմ անմիջապես Մոսկվայից հետո, այտենց ստեղծագործական մի խոսքով։ Լիպարիտ, այս դեպքում ոչ թե քաղաքի, այլ աշխարհի որ թատրոններում եւ որ բեմերում հնարավոր է ձեզ տեսնել։ Մոտակա գրաֆիկով մինչև հունվարի 15-ը կարող եմ ասել, ուրեմն սեպտեմբերի սկիզբ Մոսկվայի կոնցերտնի զալ Չայկովսկիը, համերգային կատարում մասն է Մանոն օպերան, այնտեղ կներկայանամ գլխավոր դերով Դեգրիոյի տենորի դերերքով, այնուհետև Մոսկվայի փոքրիկ դահլիճում մենահամերգ, շատ սպասված, որովհետև ինչ տեղափոխվել եմ Մոսկվայի կոնսերվատորիայից Հայաստանի Պետական կոնսերվատորիա եւ այսպես ասած հիմնվել եմ այստեղ, առաջի ելույթն է լինելու այդ սրահում։ Հա, շատ սպասված եմ խոսքով, այնուհետև Վիեննա շտատսոպերայում Սևիլյան Սապրիչ օպերան է լինելու, այնտեղ նույնպես ներկայանալու գլխավոր տենորի դերերքով, ուրեմն սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ, գրաֆիկը կարող եք նայել իմ վեբկայքում կամ սոցիալ հարթակներում, որտեղ այս բանից ստույգ չեմ հիշում օրերը, 5 ներկայացում ունեմ այնտեղ եւ այնուհետեւ Թեատրո Կոլոմ Բուենոս Այրես պատիվ ունեմ, շատ ուրախ եմ, որտեղ վերադառնալու եմ այնտեղ, որտեղ 2 տարի առաջ այնտեղ դեբյուտ եմ արել Ֆաուստ օպերայով եւ նորից կրկին վերադառնում եմ այնտեղ Ալֆրեդո դերերքով, La Traviata Giuseppe Verdi, La Traviata օպերան, այնտեղ էլ 5 ներկայացում ունեմ եւ այնուհետեւ անմիջապես մեկնում եմ Ցյուրիխ օպերա հաուս, Ռիգոլետոներ ունեմ իմ շատ սիրելի գոլեգայի հետ, Նինա Մինասյանի հետ, իմ ընկերոջ, պարզապես պետք է ասեմ, որ ինձ համար մեծ ուրախություն է եւ հպարտություն, երբ ես բեմարդակը կիսում եմ մեր հայրենակիցների հետ, դա աննկարագրելի զգացողություն է։
Դուք խոսեցիք ձեր վեբկայքի մասին, մենք էլ խոսենք մեր մասին։ Ձեր հաղորդումը եթերը գնալու շաբաթ օրը Կենտրոն հեռուստաընկերությամբ, ինչպես նաև չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Շաբաթ օրվանից սկսած ձեր հաղորդումը այնտեղ նույնպես տեղադրված կլինի կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Դուք ասացիք, որ վերադարձաք Հայաստան եւ հիմնվեցիք այստեղ։ Որտեղից վերադարձաք Հայաստան եւ առհասարակ ինչպես սկսվեց ձեր ուղին։ Ով էր ձեզ ոգեշնչողը, ինչու հենց օպերային արվեստ, որովհետև հատկապես երիտասարդները կարծում եմ կնախընտրեին էստրադան կամ մի փոքր այլ ուղղվածություն, չեմ բարձրաձայնի թե որ ուղղվածության մասին է խոսքը, դա կլիներ ավելի եկամտաբեր, իսկ դուք ընտրեցիք կլասիկ արվեստը։ Չէ, նախ պիտի ասեմ, որ ընդհանրապես երգարվեստը, երգեցողությունը ինձ համար, ինձ միշտ որ հարցում են, երբ այնց է սկսել, ես ասում եմ, ինչքան ինձ հիշում եմ, ես երգում եմ, դա իսկապես ճշմարտություն է, որովհետև ձայնը, տաղանդը եւ միգուցե սերը դեպի երգեցողություն ես ժառանգել եմ հայրիկիս կողմից։ Հայրիկիս ամբողջ հոպարներս, հորքուրներս պրոֆեսիոնալ երգողներ էին։ Ոչ, ցավոք սրտի, դա իմիջիայլոց իմ ցավոտ կողմն է, որովհետև ես հիմա լինելով այդ մասնագիտության մեջ շատ եմ եղադրում տատիկիս ու պապիկիս, միգուցե ես հասկանում եմ, միգուցե ժամանակն է այդպես թելադրել, որ օրինակ ես մի անգամ հոպարից հետ զրուցում էի, որտեվ հոպարս խումբ ուներ անգամ։ Նա տարբեր համերգների մասնակցում էր, բայց չխորացավ։ Հայրիկս դհոլ էր խփում եւ շատ ֆանտաստիկ տենոր ունի։ Շատ գեղեցիկ ձայն, ժողովրդական երգեր է երգում, բայց նույնպես չխորացավ։ Ես եւ մի օր որ հոպարից հետ զրուցում ենք, ասում բայց ինչու այդպես ստացվեց, որ կար հնարավորությունները, որ արդեն քայլերը տանում էիր, որպեսզի խորանայր եւ զարգաներ, ասում է, գիտեք ինչ պատասխանեց, որ всё-таки տատիկը, պապիկը անլուրջ են վերաբերում այդ մասնագիտության։ Միգուցե ժամանակներն էր։ Անկալման խնդիր է եղել ամեն դեպքում։ Իսկ դուք որտեղից եք վերադարձել Հայաստան, խոսենք այդ ամենից։ Եվ այդպես ստացվեց, որ մենք 93 թվականներ հայրիկս որոշեց գործի բերմամբ, որ պետք է տեղափոխվի այլ երկիր, որպեսզի կարողանա գործանի, փոխվաստակի, որպեսզի ընտանիքը պահի, եւ որոշում կայացրեց տեղափոխվել Ղրիմ, Ուկրաինա, 93 թիվներ գարնանը։ Եվ այն ժամանակ դեռ Ուկրաինա էր։ Դեռ Ուկրաինա էր, այո։ Հայրիկս հիմնվեց այնտեղ, գործը հիմնեց եւ ընդամենը 3.5-4 ամիս անց մենք մայրիկիս հետ, քուրիկիս եւ եղբայրիս հետ մեկնեցինք Ղրիմ եւ այնտեղ հիմնավորվեցինք դպրոց, երաժշտական դպրոց, մեծանալ պատանիություն ամբողջ այնտեղ էր։ Ինչ վերաբերում է երգարվեստին, ուրեմն արդեն ասեցի, տանը մենք միշտ հայրիկս միշտ երգում էր, նամանավան գիտես, այսպես որ արդ երգում ես ապրում, ես միշտ հիշում եմ օրինակ հայրիկիս միշտ ասում են Հարութ ջան, մի հատ գեղեցկացրել ես երեկոն ու հայրիկս միշտ օրինակ երգում էր Օտարամայի ճամփեքը, այսպես երգեր ժողովրդական, քաղաքային ռոմանսներ ու բոլորի այսպես սրտները հովանում էր, էլի, այսպես ասած արդ երգում, տնից տեղից հեռու, հայրենիքից հեռու եւ շատ հաճելի եւ հոգեհարազատ մի պահ էր այդ երգեցողությունը։ Բայց իհարկե ես այդ փոքրիկ տարիքում ոչ գաղափար չունեի, որ ընդհանրապես օրինակ կա օպերային արվեստ ժանր այսպես։ Եվ այնպես ստացվեց բախտի բերմամբ, միշտ ասում եմ, որ իմ բախտը միշտ բերում է, որովհետև ճիշտ է, ռուսի ասած случайности не бывает։ Ես վստահ կարող եմ ասել, որ ոչ մի հանդիպում այնպեսի չի լինում։ Այնտեղ գրված է։ Բայց այնպես ստացվեց, որ մի ուսուցչուհի ինձ լսեց իմ ձայնը եւ առաջարկեց ծնողներից, որ մենք կարող ենք, որտեվ այդ ժամանակ մենք դեռ քաղաքացիել չէինք։ Ու մայրիկս վախում էր, այսինքն չէր պատկերացնում, որ մենք կարող ենք օֆիցիալ դիմենք երաժշտական դպրոց եւ օֆիցիալ կերպով, այսինքն գնանք մասնակցենք, դառնանք ուսանող այդ դպրոցի։ Սանա դառնանք։ Պարզվեց մենք կարող ենք։ Եվ այդ ուսուցչուհին ասեց, իհարկե կարող եք, դուք կարող եք գալ, դիմել, խոսել տնօրենի հետ, բացառության դեպքում անում են, եթե ձեր երեխան ունի տաղանդ եւ ունի հնարավորություն, այսինքն ասեմ, մեծ սիրով տնօրենը կհամաձայնի եւ այդպես էլ ստացվեց։ Եվ այդ իմ առաջի ուսուցչուհին իմիջիայլոց 2 օր առաջ իր ծննդյան օրներ զանգել էի բավական երկար խոսում էինք, պատմում էի իմ ձեռբերումների մասին։ Նա ծանոթացեց եւ սերմացրեց ինձ մեջ հենց այդ սերը դեպի դասական երաժշտություն, դեպի օպերային արվեստ, դեպի օպերային ժանր, որովհետև մինչ այդ ես չգիտեի դա ինչ է եւ իհարկե այդ ուղին ինքը շատ դժվար, շատ բարդ,
փշոտ այսպես ուղի է եւ իհարկե այդ ճանապարհին մինչ կոնսերվատորիա եւ ես դեռ սովորում եմ երաժշտական դպրոցում ծնողներիս ընկերները, անգամ ծնողներս, մայրիկս մի օր ասեց, բալես, միգուցե փորձենք էստրադան, ամեն դեպքում Ինձ հետաքրքրում է անկեղծ ասած հայրիկի վերաբերմունքը, որովհետև նրան թույլ չէին տվել զբաղվել այդ ամենով, բայց դուք ամեն դեպքում զբաղվեցիք։ Նրա վերաբերմունքն ինչպիսին էր։ Հայրիկը պիտի անկեղծ ասեմ, միայն հիանում էր, որևիցե, այսինքն ինքը չէր փորձում ոչ ուղղություն ցույց տալ եւ խոչընդոտ լինել որևիցե կերպ։ Ինքը այսպես նեյտրալ էր իրեն պահում միշտ, այսպես կողքից ուղակի նայում էր, թե ինչպես է զարգանում, ինչպես է գնում։ Մայրիկս է շատ ոգևորված, մայրիկիս երազանքն էր, որովհետև մայրիկս էլ նույնպես ասում էր, որ ասում էր, այտես հարուտ դուք չարեցիք, իսկ Լիպայտը պիտի անի։ Նամանան որ Լիպայտը կրում է պապիկի անունը, Լիպայտը պիտի անի եւ ինքը մեծ ջանքեր էր գործում, որպեսզի իսկապես իրականություն դառնա այդ ամենը։ Պարզ է։ Լիպարիտ, խոսենք այսօրվա մասին։ Մենք քաղցած ենք։ Ինչ եք մեզ համար պատրաստելու։ Այսօր որոշել եմ ձեզ համար, քանի որ ես պետք է խոստովանեմ, որ նիհարել եմ ավելին քան 24 կիլո, այս մի տարվա ընթացքում, այսինքն ավել, մի տարուց ավել արդեն պահում եմ այս քաշը, ինչ համար շատ ուրախ եմ եւ հպարտ եմ, դա նրա շնորհիվ է, որ ես կալորիաներ եմ հաշվում։ Այսինքն ես ուզում եմ ամեն ինչ, բայց այնպես եմ անում, որ սննդակարգը այնպես լինի, որ իմ քանակը ես չանցնեմ։ Այդ պատճառով ես հիմա շատ հետևում եմ, որպեսզի կլիչատկեն տեղում լինի, սպիտակուցը տեղում լինի, այդ ամենը, եւ որոշել եմ ձեզ համար այսօր պատրաստել շատ համեղ կարմիր ձուկիկ։ Կարմիր ձուկիկ։ Այո, քանի որ չգիտեի դուք ինչ կնախընտրեք, ձուկ թե միս, կպատրաստեմ եւ այն, ուրեմն հավի կրծքամիսը շատ հետաքրքիր էսպես բանջարեղային կանաչ բանջարեղներով եւ կարմիր ձուկիկ։ Շատ բարի։ Պրինց։ Հրաշալի է, գնումներ ունենք կատարելու։ Այո։ Առաջարկում եմ գնանք գնումներ կատարելու եւ մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն ձեր բակում։ Սիրով, գնացինք։ Շնորհակալություն։ Բայց ընդհանրապես օպերա երգողները տենց պետքա փորով, տենց ինչ որ դասական ձև, սուտա։ Սուտա։ Հա։ Սուտա։ Պետք չի տենց որ լինի։ Սուտա, չէ։ Սուտա, որովհետև իհարկե դա էլ է շատ ինդիվիդուալ է։ Ինդիվիդուալ է, որովհետև օրինակ դասախոսքը ասում է պիտի մի քիչ մսակալվես, այսպես է, որովհետև բացի այդ ասում ստոցանին ֆիզիկապես աշխատանքը, բայց come on, այդ որ անում ես, դա կարա մկաններով անեմ, պարտադիր չի ճարպս այսպես կախած լինի, ես ծանր 150 կիլո եմ, որ ասում ձենս էլ ոչ։ Օրինակ ես հիմա 24 կիլո նիհարել եմ, ձայնից որակը, այսինքն դեցիբելը ոչ մի կերպով չի փոխվել։ Հա, ընդհանրապես նույնն է մնացել։ Լավ, հələ կստուգենք։ Հուսով եմ, այսինքն բողոքումներ դեռ չեն եղել, հուսով եմ, որ հանուն։ Դե գնանք գնանք կատարել։ Լիպարիտ, մենք արդեն գտնվում ենք ձեր բակում, իհարկե ձեզ համար բակ, ոմանց համար քաղաքի սրտի կենտրոնի սիրտը նույնիսկ կարելի է ասել, եւ այստեղից դեպի ձեր աշխատանքի վայր ընդամենը 1.5 րոպե հեռավորություն է ոտքով, օպերայի անմիջապես դիմաց։ Ինձ մի հարց է հետաքրքրում, երբևէ եղել է, որ տնից աշխատանքի գնալիս ուշանակ։ Ցավոք սրտի պետք է խոստովանեմ, եղել է։ Շատ հաճախ։ Ինձ հետ նույնպես եղել է, որովհետև ուսանող տարիներին ապրում էի անմիջապես ինստիտուտի հարևանությամբ, բայց ուշանում էի միշտ։ Քաղաքի աղմուկը ձեզ խանգարում է թե ոչ։ Ոչ, պարզապես ոչ, որովհետև այդ առումով մի փոքր բախտներս բերել է, որովհետև բոլոր պատուհաններս այն կողմ են դուրս գալիս, այսինքն այս աղմուկը պրոսպեկտի չի հասնում մեզ։ Պարզ է։ Իսկ շենքը տեղյակ եք, թե ինչ պատմամշակութային արժեք կրող շենք է եւ ինչով է հայտնի առհասարակ այս շենքը։ Վստահ եմ, որ տեղյակ կլինեք իհարկե։ Դե նախ պիտի ասեմ, որ Մեծ Ընսարյանը բնակվել է այս բնակարաններից մեկում, այս շենքում եւ նաեւ տղամարդիկ ֆիլմը հայտնի բալկոնը, պատշգամբը եւ ընդհանրապես ես կարծում եմ, որ այս շենքը զարդերից մեկն է Երևանի, որովհետեւ ես դեռ երբ ուսանող էի, գալիս էի այս այգում նստում էի, այսպես պերաշկի ու թանը ձեռս բռնած։ Նայում եմ այս գեղեցկությանը ու մտածում եմ, ասում եմ, Աստված իմ կգա մի օր այն օրը, ես ուզում եմ այստեղ բնակարան ունենալ եւ այնպես ստացվեց, որ հիմա ունենք։ Եվ տա Աստված, որ ձեր երազանքները միշտ այդքան շուտ դառնան իրականություն, իսկ հիմա ժամանակն է, որպեսզի մենք գնանք խանութ, մեր մեքենայով ենք գնալու, թե ձեր մեքենայով ենք գնալու։ Առաջարկում եմ ես վարեմ, ճիշտ է, այս բանին այդ մեքենան իմը չէ, վարձակալել եմ, որտեվ իմ մեքենան վաճառել եմ։ Այո։ Բայց քանի որ ես շատ եմ սիրում երթևեկել, առաջարկում եմ ես վարեմ։ Լավ վարորդեք։ Հուսով եմ։ Հիմա կհամոզվենք։ Եկեք։ Որտեղ է ձեր մեքենան գտնվում։ Գնացինք մտնենք դեպի ավտոտնակ։ Ահա։
Ավտոտնակ ունեք նույնիսկ։ Աջան։ Նույնիսկ ավտոտնակ ունեք։ Այո։ Պարզ է։ Բախտի բերմամբ։ Հրաշալի է։ Պրիվետի իրան ջան։ Նկարում ենք։ Լիպարիտ արդեն մուտք ենք գործում Երևանյան թոհուբոհի մեջ, երթևեկության թոհուբոհի մասին է խոսքը։ Ասացիք, որ հարմարվել եք երթևեկությանը։ Այո, ճիշտ է, միևնույնն է, ներվայնանում եմ, որովհետև պետք է բողոքեմ մի քիչ, չէ, ճիշտ ճշմարտությունը ասեմ, վատ վիճակում է երթևեկությունը, ընդհանրապես վարորդների վիճակը, մի քիչ շատ ռուսի ասած լիխաչիստվը շատ է ճանապարհներին եւ իհարկե մեքենաների քանակը եւ այս նոր փոփոխությունները, այս նոր գծերը, որ ավելացրել են հասարակական տրանսպորտի, իհարկե անհարմարավետությունները շատ է, բայց ես հույս ունեմ, որ կշտկվի եւ այսպես ասած հունի մեջ կընկնի այս ամեն ինչը եւ իսկապես արդյունքը մենք լավ արդյունքը կզգանք, հուսով եմ։ Հիմնականում լինելով արտերկրում, այնտեղ նույնպես մեքենա վարում եք, թե նախընտրում եք երթևեկել տաքսիներով։ Այնտեղ պիտի անկեղծ լինեմ, հիմնականում այնպես է, որ ես քայլելու ճանապարհը միշտ մոտ եմ ապրում, եթե բնակարան եմ վարձակալում, այնպես է թատրոնն էլ օգնում այդ հարցում, այնպես են անում, որ քայլելու ճանապարհ լինի, բայց այն երկրներում, որտեղ որ պլանավորում են, որ ընտանիքս պիտի գա, երեխաները պիտի գան, իհարկե մենք վեկալում ենք մեքենա, որովհետև շրջագայքում մենք սկսում ենք երթևեկել, այդ ժամանակ մեքենա եմ վարձակալում, բայց այնպես ոչ, նախընտրում եմ քայլել, որովհետև Երևանում գրեթե չեմ քայլում։ Դրա համար արտերկրում նախընտրում եմ քայլել, այո։ Լիպարիտ քանի երեխա ունեք։ 3 տղա։ 3 տղա։ Շատ հրաշալի է նույնիսկ։ Որ մասնագիտությունը կցանկանայիք, որ նրանք ընտրեին։ Շատ բարդ հարց է, անկեղծ ես չգիտեմ, շատ բարդ է։ Իրանք անկեղծ ասած շատ երաժշտական են, շատ ընդհանրապես տворческий են, այսպես կարելի է ասել, որովհետև միջնակը շատ գեղեցիկ նկարում է, մեծ տղաս Հարությունս ինքը շատ կրեատիվ է, ինքը կարող է մինչ օրս ինքը կարող է նենց բաներ է կառուցում, մի օր ուրեմն այն ռուսի ասած իսպադրուչնը սրեց, տարբեր խաղալիքներ եկալ, ասում է պապ նայ, ինքը Լոնդոնը շատ է սիրում, դեռ չի եղել Լոնդոնում, բայց շատ է սիրում այդ մշակույթը Անգլիայի, Լոնդոնը բան, այսպես ինքը ուսումնասիրում է, ասում է պապ տես Tower Bridge-ն եմ կառուցել, մեկ էլ գնում եմ տեսնում եմ ուրեմն կոտրված ինչ-որ մեքենայի մասնիկ է, ինչ-որ ժինջիլներ ա գտել, չգիտեմ, ու սենց ինքը շատ գեղեցիկ բաներ ա կառուցում, այսինքն ինքը շատ կրեատիվ երեխա է, բայց նաև երաժշտական գծով իհարկե Չայկովսկի է գնում, շեփոր է նվագում մեծ տղաս, միջնեկս Սպենդիարովում վոկալի է գնում, Դավիթս էլ այս տարվանից գնաց Չայկովսկի, դաշնամուր է նվագում, բայց նաև երեքն էլ երգում են, մեծս խոստովանում ասում է պապ ջան գիտես, ճիշտ է շեփորը լավ գործիք է, իմ դուրը շատ գալիս ես պարապում եմ, բայց ի վերջո ես ուզում եմ քոպես երգիչ դառնալ։ Աստված առաջ տեսնենք։ Իհարկե ես երբեք որպես խոչընդոտ չեմ լինի, չեմ արգելի, բայց ցանկություն չունեմ որ դառնան երգիչ, որովհետև կամ պիտի լինեն լավագույնը ու լինեն այսպես զբաղված, կտրված ընտանիքից, տնից տեղից, կամ եթե դու չես դառնում լավագույնը, շատ դժվար է։ Մի խոսքով եւ այնը դժվար եւ այն։ Մի խոսքով ես միշտ ասում եմ բախտը բերել է, որ իմ մայրիկից պես մայրիկ ունեմ, իմ տիկնոջ պես կին, որ իրենք ասենց ամուր պահում են իմ օջախը, ընտանիքը, որտեվ շատ բարդ է, մենք գրեթե իրար չենք տեսնում։ Իհարկե իրենք հարմարվել են եւ երեխաներս իրենք հասկանում են, որ պապայի աշխատանքն է այդպես։ Մեկ-մեկ նեղվում են, արտահայտվում են, պապ նորից գնում ես ախր այսպես ինչ կլինի, ես բացատրում ասում, բալիկ ջան, հիմա իմ աշխատանքն է այդպեսին։ Հիմա եթե պապան չգնա փող չվաստակի իր գործը չանի, ապա այս բաներից կզրկվենք, այս բաները չենք ունենա եւ իրենք այսպես լուր լսում են ու համաձայնվում են, ասում են լավ, օքեյ, մենք կդիմանանք, գնա աշխատի։ Հասկանալի է, շնորհակալություն։ Իհարկե ես կցանկանայի, որ մենք լինենք երթևեկության մեջ, բայց ցավոք սրտի խցանումներ են։ Այս փողոցը միշտ էսպես է։ Լիպարիտ ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Անկեղծ ասած այնքան բան կփոխեի, բայց միակ բանը, որ կարող եմ ասել, գիտեք ինչ կփոխեի։ Մի քիչ հարգանքով իրար հանդեպ լինեն ու սիրով իրար հանդեպ լինեն, որովհետև ես նկատում եմ մի բան,
որ շատ եսասեր ենք դարձել, նենք ենքան շատ է փողոցներում։ Երթևեք էլիս, վարորդը վարորդի հանդեպ, վարորդը անցողի հանդեպ մարդու շատ, ես չգիտեմ ինչով է պայմանավորված, մարդիկ շատ չար են, շատ։ Բարություն ավելի շատ։ Այո, գիտեք, մի հատ փոքրիկ դրվագ պատմեմ, միայն կարա մեր երկրում էսպիսի բան լինի, հայը իր երկրում այդպես իրեն դրսևորի, ուրեմն 3 պետք է գնամ նկարահանման, Armenia TV պիտի գնամ, դե ըստ իմ ժամի դուրս եմ եկել, գիտեմ, որ 20 րոպեն ինձ բավական է, մինչ այդ նայել եմ քարտեզով, որ 20 րոպեն բավական է գնամ, իջնում եմ բակ, որպեսզի ավտոտնակում չէր մեքենան բակում էր, որտեղ միջև այդ գործով դուրս է եկել, ուղղակի կայանատեղում կանգնացեմ, ուրեմն իջել եմ, որպեսզի մեքենաս ուրեմն նստեմ ու շարժվեմ, դեմս փակել են։ Ինչ որ մեկը իմիջայից ապրող չի, անծանոթ մեքենա է, եկել դեմս փակել է, մոտեցա, տեսա համար կա, հավաքում եմ անհասանելի։ Անհասանելի մոտեցա մեր պահակների կետին, մեր տղաներին, որպեսզի խնդրեմ իրենք կապնվեն, վարորդի հետ, միգուցե իմանան ով է։ Տղաները ասին՝ «Վայ Լիպայ ջան, հեսա ասենք գաք հաշի»։ Ուրեմն գալիս է մի տղամարդ, այնպիսի մուննատ դեմքով նայում է ինձ։ Կարելի է մտածել, ես չգիտեմ, իր հայրիկին փող եմ պարտք ու չեմ տվել, ինքը եկել է, մուննատ դեմքով մեքենան ուզում է, սենց վալիաժնի, դանդաղ, մեքենան տանում ենքում, որ ես դուրս գամ։ Դա պարադոքս է իհարկե։ Շնորհակալություն Լիպարիտ ծավալուն զրույցի համար, մենք կհանդիպենք արդեն խանութում։ Շատ լավ։ Լիպարիտ արդեն խանութում ենք, ժամանակն է, որպեսզի կատարենք գնումներ, ինչ է անհրաժեշտ։ Պարզապես մի քանի բանջարեղեններից Դուք նախապես պատրաստվել եք, ինչպես հասկացա։ Այո, քանի որ նախապես մտածել էի ինչ պիտի պատրաստեմ, մոտապես արդեն գիտեմ ինչ։ Ձուկը արդեն գնել եք։ Իհարկե, անպայման, ասեմ ավելին, ձուկը գնել եմ ամբողջովին եւ ամբողջ ռազիլկեն արել եմ ես, ու ստեյքերը արդեն պատրաստ է, այնպես որ հա։ Մի հատ ուրեմն բրոկոլի ենք վեկալում։ Ամեն դեպքում հաշվում եք կալորիաները, ասացիք այն ժամանակ եւ հիմնականում փորձում եք ֆաստ ֆուդերից չօգտվել, առողջ սննդից։ Նաև ֆաստ ֆուդից եմ օգտվում, ոչ միայն։ Ահա բրոկոլին ձեր դիմաց է։ Բրոկոլին մեր դիմացն է, բայց նեղվում եմ, որ վերջինն է ու եւ մյուսներին չի մնամ։ Լավ, այս երկուսը մեզ բավական է։ Սունկը սա է, օքեյ։ Սունկը իմ աչքով ընկավ, ճիշտն ասած։ Ճիշտ ասած նախընտրում եմ այն մուկը, բայց ոչինչ, սա էլ կլինի։ Մուկը ավելի մսոտ է եւ իր համը, գիտեք, մանավանդ ճաշատեսակի մեջ որ անում եմ, ավելի արտահայտիչ է։ Դրա համար Պախասունկ նկատի ունեք։ Ինքը գրեթե այս նույն շամպինյոնն է, չգիտեմ ինչպես է հայերեն, բայց մուկ տեսակը։ Ինքը ավելի այսպես հագեցած է իր համը, ավելի յարկի է համը։ Լիպարիտ, ես առաջարկում եմ տեղափոխվել մսի բաժին, վերցնել միսը եւ ձեզ թողնել հանգիստ, դուք հանգիստ կարողանաք կողմնորոշվել ինչ է անհրաժեշտ, մենք արդեն կհանդիպենք հետո։ Որովհետեւ գիտեք, մի քիչ բծախնդիր եմ ու ես հասկացա, դրա համար խնդրում եմ բծախնդրորեն ընտրեք միսը եւ մենք ձեզ չենք անհանգստացնի։ Շատ լավ, մեզ պետք է հավի կրծքամիս, ֆիլե, այսպես ասած, ոսկրահան արված, թե ոսկրահան արված, այո։ Վերցնենք ոսկրահան արված հավի կրծքամիսը եւ ձեզ սպասենք արդեն դրամարկղի դիմաց, դուք հանգիստ կարող եք կողմնորոշվել։ Շնորհակալություն։ Ուրիշ անհրաժեշտ շատ մթերքներ կան։ Ոչ, շատ, բազարը շատ քիչ։ Երկու բան է մնացել։ Նա միսը ընտրենք եւ տղաները ազատենք, քանի որ շատ զբաղված են, քանի որ մեր հայ ազգը մսակեր ազգ է։ Այո։ Մսի բաժինը միշտ զբաղված է։ Այո։ Լավ։ Մենք սպասում ենք ձեզ դրամարկղի մոտ Լիպարիտ։ Լիպարիտ արդեն դրամարկղի մոտ ենք, չնայած դուք ասում եք, որ բծախնդիր եք, բայց պետք է փաստեմ, որ ոչ, շատ արագ կարողացաք կողմնորոշվել եւ այսպես մեր գնումների ընդհանուր հանրագումարը կազմում է 9134 դրամ եւ առաջարկում եմ, որպեսզի հաղորդման շրջանակներում մենք վճարենք ձեր փոխարեն։ Ոչ մի դեպքում դուք իմ հյուրն եք, բացառվում է, իսկ ինչ վերաբերում է արագ, շատ ճիշտ ես նկատել, արագ եմ, նույնպես շորերի ընտրությամբ եմ այդպես, եթե գնում եմ խանութ, նախապես գծած է իմ մոտ եւ քարտով խնդրում եմ եւ իսկապես այո շատ արագ եմ առնում ասացիք իհարկե բծախնդրորեն եք մոտենալու ամենին, բայց հրաշալի արագ կողմնորոշվեցիք, գովելի է։ Շնորհակալություն Լիպարիտ, մեր հաջորդ հանդիպումը լինելու է արդեն ձեր խոհանոցում առարման ընթացքում։ Հիանալի։ Շնորհակալություն։
Լիպարիտ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան Սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալ եմ։ Իմիջիայլոց պետք է արձանագրեմ, որ հենց Սլաբադայի ձեթի տեսակը մենք մայրիկս շատ հաճախ օգտագործում ենք։ Դե, սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալ եմ։ Լիպարիտ վստահ եմ, որ սուրճի սիրահար եք։ Այո։ Ուրեմն ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմիլատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Անչափ շնորհակալ եմ։ Լիպարիտ, այս պահը հատկապես ձեզ շատ կհետաքրքրի, որովհետև համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով, կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք արդյոք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մառանիկ, հրաշալի է։ Սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալ եմ։ Լիպարիտ, մենք արդեն ձեր խոհանոցում ենք, ժամն է առարման, բայց մինչ այդ խնդրում եմ ներկայացնել բոլոր այն բաղադրիչները, որոնք մենք այսօր օգտագործելու ենք եւ որոնք որ կերակրատեսակի համար ենք օգտագործելու։ Ուրեմն նախապես պատրաստել եմ կանաչեղենը աղցանի համար եւ նաեւ սպիտակ սոխը մեր հավի կրծքամսի եւ կանաչ բանջարեղենը al dente պիտի անենք, հիմա պետք է տաք ջուր լցնեմ 3 րոպե մնան։ Նաեւ այստեղ ես միշտ ավելացնում եմ ծնեփեկը, պարտադիր, բրոկկոլին եւ green beans, բայց մենք մեր կանաչ լոբին մենք սովորենք այն մեր տեսակը, չաշխարհակի են լայն տեսակը, դա չի, եվրոպական են նեղ կլոր էսպես, որը մեզ մոտ ցավոք սրտի Հայաստանում վաճառվում է միայն սառեցված տեսակով, դա եմ առել, դա այսինքն էսպես այստեղ հիմա չեմ օգտագործի al dente պատրաստելու համար, բայց եւ նաեւ սունկիկը, պարտադիր Սունկիկը հիմնականում մուկ տեսակն եմ արդեն ասցի խանութում, որտեղ նա ավելի մսոտ եւ ավելի համա արտահայտիչ է, բայց սա էլ է օքեյ կլինի, պարմեջանո, սերուցք, պարտադիր մի փոքր, ոչ շատ յուղոտ, եւ այս ամենը անհրաժեշտ է մսի համար։ Այո, եւ դիժոն, գարչիցան ոնց է հայերեն, գարչիցա պիտի լինի դիժոն։ Մանանեխ։ Մանանեխ, այո։ Դա մսի համար։ Իսկ ինչ վերաբերվում է ձուկիկին, ձուկիկը ուրեմն նախապես նույնպես առել էի, այսպես մեծ գեղեցիկ king salmon էր, եւ այսպես գեղեցիկ կերանք մնացածը թողեցի ձեզ։ Այո։ Այսպես գեղեցիկ ստեյքեր եմ անում, հիմա այս մի կտոր ուզում եմ ձեզ ցուցադրեմ ինչպես են կանում, ոսկորահան են կանում այսպես գեղեցիկ։ Լիպարիտ, առաջարկում եմ համ գործել, համ զրուցել։ Խնդրում եմ ինձ տվեք առաջադրանք, թե ես ինչ պետք է անեմ։ Ես ուզում եմ իմ մատիկները չեմ փրթի։ Ոչ, չէ։ Ուրեմն Վահան ջան, կխնդրեմ ձեզ սունկիկները մաքրեք։ Հիմա ձեզ դանակ տալ մաքրելու համար որևէ հարմարանք, ցանկալի է դա լինի դանակ։ Դանակ։ Մեծ սիրով տալիս եմ ձեզ դանակ, այսպեսի։ Լիպարիտ, ինչպես նաև կխնդրեմ ձեր պատրաստած ուտեստների համար որոշել անուն, որովհետև համտեսելուց մենք պետք է նրանց անվանակոչենք։ Ցանկացած անուն ընդունելի է։ Լավ, մտածեք, այո, ժամանակ ունեք մինչև հաղորդման ավարտը։ Հիմա դուք պետք է Կաշվից առանձնացնեք միսը։ Տեսեք, այս մի փոքր հատվածը ոսկորահան ենք անում, խրիվետա այսպես ասած հանում ենք, որտեղ սալմոնը այդպես ոսկոր այդպիսի հասկացություն շատ չունի։ Հանում ենք, հեռացնում ենք դա, այնուհետև այս մի կողմը ազատում եմ ուրեմն կաշվից եւ այսպես գեղեցիկ
steak ենք ստանում եւ հատուկ թելիկով կապում ենք, որպեսզի ինքը իր ֆորմեն պահպանի, որտեվ դնելու ենք ջեռոցը եւ սալմոնի համար պատրաստելու ենք հատուկ սոուսը, շատ համեղ, ապելսինի հյութով, սոյան սոուսով, աղ, պղպեղ, բան, սխտոր եւ ռոզմարինը հայերեն ինչպես է։ Ցիտրոն, ճիշտ է, ուզում եմ ասել, ու ինձ թվաց սխալ եմ հիշում։ Ոչ, ճիշտ եք հիշում։ Լիպարիտ, խոսենք մի փոքր ձեր այս պահի գործունեության մասին։ Բայց գանք ակունքներից։ Ինչպես սկսվեց ձեզ առաջարկներ գալ արտերկրից եւ ո՞րն էր ձեր առաջին ելույթը արտերկրում։ Չհաշված իհարկե այն տարիները, երբ ապրում եւ սովորում էիք Ղրիմում։ Ինչպես սկսվեց, նախ պիտի ասեմ, որ դե Ռուսաստանում սկսվեց այդ ամեն ինչը, բայց միջազգային այո սկսվեց, ուրեմն ամենաառաջի իմ միջազգային ելույթը արտերկրում եղել է 2012 թվականին, երբ դեռ ուսանող էի, Անգլիան էր, Լոնդոնում էր, Մարիամ Շահինյանի եւ Արմինե Կարապետի կազմակերպված, ուրեմն այսպես մի հատ հետաքրքիր ծրագիր ունեին, տաղանդավոր երեխաներին տանում էին Անգլիա, Լոնդոն եւ համերգ ենք այսպես տալի։ Դա առաջինն էր։ Առաջարկը եղավ, այսինքն հենց նրանց կողմից։ Առաջարկը եղավ այստեղ Տիկին Շահինյանը եկել էր իմ մենահամերգին, իմ դասախոսը հրավիրել էր Տիկին Շահինյանին, ուրեմն ինքը այդ ժամանակ գերեզական ղեկավարն էր Վերադարձ փառատոնի եւ պատկերասրահ։ Ես այդ ժամանակ ծանոթ չէի Տիկին Մարայի հետ եւ նա եկել էր իմ մենահամերգին Փոքր Դահլիճում Բաբաջանյանում, Ալինայի հետ երգում էինք մեծ համերգեր եւ այնտեղ Տիկին Շահինյանը առաջարկեց, ասեց, գիտեք, այսպես պրոյեկտ կա, ես կուզենայի ցանկանում զրուցենք եւ այդպես խոսեցինք, եկա, ասեց պետք է լսումներ երգեք։ Այսպեսի ծրագիր կա, ասի մեծերով կմասնակցեմ, այդպես մասնակցեցի, անցա եւ առաջինը այդ դա էր, ես 2012 թվականին Լոնդոնում Սենթ Ջոն Սմիթ եկեղեցում ունեցա ելույթ, մեծ գեղեցիկ համերգ էր, այնուհետև ուրեմն ես զուգահեռ պարզ է ուսանող էի, դիմում էի տարբեր միջազգային մրցույթների, ուղարկում էի հայտերը եւ մի գեղեցիկ շատ հայտնի փառատոն կար Ճապոնիայում Shizuoka International Vocal Competition։ Այդտեղ ուրեմն հրավեր եմ ստանում այդտեղից, իմիջիայլոց միակ մրցույթն էր, որտեղ ես չէի դիմել, ոչ մի հայտ չէի ուղարկել, ստանում եմ մեյլ։ Այդ նամակը ստանում, գալիս եմ Ռաֆել Ակոբյանի դասարանում պատմում, Ռաֆել Ակոբյան, ասում եմ, մի հատ ինչ որ Shizuoka, այսպես պատմում եմ։ Հա, մեկը տեսնեմ Ալինան նստած գնալով աչքերը այսպես մեծան, ասում եմ, ի՞նչ։ Ասում եմ, հա, ինչ որ նամակ են ուղարկել, ասում են, որ YouTube-ում ինչ որ ձայնագրություն են լսել իմ, հավանել են ու կանչում են ուրեմն Ճապոնիա մրցույթին մասնակցելու։ Մի խոսքով, պարզվեց, որ դա շատ լուրջ մրցույթ է։ Հա, եւ իհարկե մենք շատ ոգևորված, Ռաֆել Ակոբյանը ասեց, վերջ, ուրեմն կանենք սա, պատրաստենք սա, այս ծրագիրը, այն ծրագիրը, սա անպայման պետք է երկես, սա պետք է սովորենք։ Այսպես մեր ծրագիրը գծեցինք, այսպես որ ուրեմն պետք է արդեն հայտը ներկայացնենք, այսինքն դեսպանություն մեկնենք, գնանք թղթերը, բան այդ ամեն ինչը։ Եվ պարզվեց, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն այդ տարիներին չկար։ Եվ որպեսզի վիզա ստանամ, պետք է դիմեմ մոտակայքը Մոսկվայում պետք է դիմեմ։ Ում հավաքում ենք մեր թղթերը, բոլոր փաթեթը հավաքել ենք, ես արդեն նախապես խոսել եմ կոնսուլի հետ նամակագրությամբ, այսինքն գրել եմ նամակը, որ խնդրել եմ իրեն որ ուսանող եմ ու մի քիչ բարդ կլինի ես վիզայի համար գամ հասնեմ Մոսկվա, թղթերս հանձնեմ, հետո հետ գամ Երևանից գամ, մի խոսքով շատ ծավալուն եւ գումարային եւ բարդ է, ասում եմ հնարավոր է իմ ընկերը գա, իմ փոխարեն թղթերս հանձնի, բա կոնսուլը պատասխանում է ոչ մի խնդիր, ձեռագրով կարող եք գրել լիազորագիր, այդ մարդը գա, ձեր փոխարեն ձեր փաստաթղթերը հանձնի։ Եվ այդպես էլ արեցինք, ես դիմեցի մեր Արսենին Սողոմոնյան, այդ տարիներին ինքը ապրում էր եւ աշխատում էր Ստանիսլավսկի եւ Նեմիրոչյան անվան երաժշտական թատրոնում։ Արսենը շատ մեծ սիրով համաձայնվեց մեզ օգնել եւ ասեց ոչ մի խնդիր Լիպարի ջան, փաստաթղթերը կարող ես ուղարկել։ Հիմա մենք փաստաթղթերը հավաքել ենք ամբողջովին ու եկել ենք կնոջս հետ օդանավական, այսպես կանգնած ենք, սպասում ենք, որ ինչ-որ մի մարդ գտնենք, որպեսզի փոխանցենք այդ փաստաթղթերը, բայց իմ մեջ ինչ-որ մի բան սենց անհանգիստ է, ամեն դեպքում անձնագիր է բանը։
Մեկ է տեսա Aeroflot-ի այդ представитель, այսպես ասած, այդ մարդը, որ աշխատ մոտեցել են, ասում, գիտեք, այսպես երկի չեմ, ուղարկում են փաստաթղթերը, պատմությունը պատմեցի, ասում, գիտեք, այդ դեպքում մի փոքր սպասեք, հեսա վերջում պիլոտներն են գալու եւ ստյուարդները։ Ես անձամբ կփոխանցեմ իրենց, որտեվ ասում, ամեն դեպքում փաստաթղթը պետք չի մարդկանց տա։ Ասի լավ, շատ բարի։ Ու այսպես կայնած սպասում ենք։ Կայնած խելոք սպասում ենք, մեկ էլ ես ստանում եմ զանգ։ Ուրեմն զանգում է Մոսկվայի այդ Ստանիսլավսկի եւ Նեմիրովիչի անվան երաժշտական թատրոնի գլխավոր գերեզական ղեկավարը Ալեքսանդր Բորիս Տիտելը, որը արդեն իսկ ճանաչում է, ես լսումները երգել եմ, ինքը շատ հավանել է ու առաջարկներ տարբեր կա, ինքը ուզում է մենք համագործակցենք, բայց հələ դեռ սպասում ենք, այսպես ասած, թե ինչ կլինի, ոնց կլինի։ Հա Մեկ է զանգում է, բա Լիպարիտ, здравствуйте, բան։ Բարև ձեզ Լիպարիտ։ Դուք ռուսերենով ասեք, ես կթարգմանեմ։ Հա, բա, значит, здравствуйте, Липарит, вот вы знаете… Դուք գիտեք, ես։ Мне предложили, ասում է, в Екатеринбурге Ահա։ поставить оперу «Кармен». И вы знаете, ասում է, вот до Москвы, ասում է, շատ կցանկանայի, մինչև Մոսկվայի մեր համագործակցելը, որտեղ հասկանում եք, Մոսկվան, մեր թատրոնը, այսպես, այնպես, տարբերությունը շատ մեծ է։ Այ Եկատերինբուրգում շատ քիփիլիկ, փոքրիկ, գեղեցիկ թատրոն է, շատ լավ ակուստիկայով։ Ես կցանկանայի համել, ասում եմ, ավելի սերտ կշփվենք բեմադրության շուրջ, այսինքն որպես արտիստ ձեզ ավելի լավ կճանաչեմ։ Մի խոսքով, այսպես ներկայացնում ասում, բայց ասում պետք է գաք լսումներին մասնակցեք, որովհետև մենակ ես չեմ, իհարկե բեմադրիչի ես եմ, բայց գլխավոր մարդը նաև դիրիժորն է, պետք է ձեզ հավանեն, որպեսզի ձեզ հրավիրեն։ Ասում օքեյ, ոչ մի խնդիր, երբ Հենց հիմա։ Ու ինքը ասում է նոյեմբերի 5-ին պիտի լինեք Եկատերինբուրգում, իսկ ես նոյեմբերի 4-ին արդեն նոյեմբերի 3-ին պիտի լինեմ Ճապոնիայում։ Ահա 11 օրով։ Ու ես այսպես սառը քրտինք է տալիս դեմքից, ես ասում Ալեքսանդր Բորիսովիչ կարելի է 5 րոպեից ձեզ հետ զանգեմ։ Այսպես անջատում եմ, կինս ասում է ի՞նչ է պատահ, ասում եմ միայն իմ կյանքում կարա սենց բան լինի, ինչի օրինակ էլի։ Այս երկու գլխավոր շատ կարևոր բանը սենց խաչմիրուկը հասել են իրար։ Հա, եւ Որը ընտրեցիք ի վերջո։ Կնոջս պատմում, կինս ասում է իհարկե կընտրես Ճապոնիան, չասի ոչ։ Եվ ընտրեցիք Եկատերինբուրգը եւ տեղում նստեցիք ինքնաթիռ եւ սլացակ դեպի Եկատերինբուրգ։ Եկատերինբուրգ լսումներից երկեցի անցա, բայց այս պատմության ամենահետաքրքիր բանը այն է, որ ներկայացմանը, որտեղ ես երգում էի, հոկտեմբերի 7-ը, երբեք չեմ մոռանա, թատերաշրջանի բացումն էր, նոր բեմադրություն, ես գլխավոր դեր, Դոն Ժոզե, Կարմենի դերերքով ուրեմն ներկայանում էր մի ռուս մեծոսոպրանո, որը նոր սկսել էր աշխատել համաշխարհային շատ հայտնի օպերային մենեջերի հետ, Ալեն Գրինի հետ, որը աշխատում էր ուրեմն ինքը Նյու Յորքից է, ամերիկյան ջհուդ է, որը ուրեմն Zemsky Green Company ունի։ Հետաքրքիր չէ պատմում։ Շատ, հատկապես ամերիկյան ջհուդը լավն էր։ Այո։ Եվ այդ մարդը այդտեղ է ներկայ է։ Մի խոսքով ես երգում եմ, ներկայացումը ավարտում է, ինքը մոտենում է ինձ, ես իհարկե իրան չեմ ճանաչում։ Որտեղ մինչև այդ դիրիժորը մոտենում է ինձ ասում է գիտես այսօր ով է դահլիճում ու ինձ ասում եմ ով ասում է Ալեն Գրինը ինքը ին դեմքից հասկանում է որ ես ոչինչ դա չասեց այդ անունը ինձ ասում է դուք չես դա մի խոսքով ներկայացնում ասում ինչի ասեցիք հիմա պետք է ստրես տանեմ Լիպարիտ ես առաջարկում եմ այդ ամենի մասին խոսենք մի փոքր ավելի ուշ ներկայացրեք թե ինչ ունեք անելու որովհետև մեր եթերաժամանակը սահմանափակ է որից հետո մենք արդեն կշարունակենք եւ կհանդիպենք ես գիտեմ որ ես շատ ախոսեմ բացարձակ դուք ես շատ եմ խոսում դուք շատախոս չեք Բայց պատմության վերջը իհարկե խնդրում եմ Հա, հեսա արագ ուրեմն կներկայացնեմ ինչ ենք ամ, էսի ուրեմն ապեսինի հյութը, հիմա մի փոքր սոյան սոուսը կավելացնեմ, աղ բիբար, այսպես գեղեցիկ հեսա մասաժ ենք անում մեր ձուկիկին ու ուղարկում ենք ջերոց 20 րոպեով 180 աշճան 20 րոպե։ Բարի կպատրաստա, զուգահեռ կպատրաստենք արդեն հավիքը ինչպես պատմեցի։ Դուք գոհ եք կլպման արդյունքից։ Շատ գեղեցիկ եք անում։ Ինչ եղավ վերջում։ Վերջում այն եղավ, որ ինքը հավանեց ու մոտեցավ ինձ, ասաց դուք ունեք մենեջեր, ասացի ոչ։ Ասաց արդեն ունեք ես։ Ուզում եմ ձեր հետ աշխատել, խնդրում եմ ինձ գրեք։ Որովհետեւ հասկանաք, բեմադրությունից հետո մեծ սեղան նշում, այսպես միջև առավոտվա 5-ը մենք ռեստորանում էինք ամբողջ անձնակազմով։ Ես եկա հյուրանոց ու հասկացա, որ այդ մարդը ինձ գիշերը 2:30 արդեն ինքը գտել է Facebook-ում եւ ինքը ինձ գրել է։ Մի խոսքով ու առաջարկել է, որ ես ուզում դառնամ ձեր general manager։ Ես եկա անմիջապես Հայաստան, գնացի Գերամիրանիչի մոտ Գրիգորյան, լուսավորիչ, լուսահոգի։
Եվ հարցրեցի իրանց, պարոն Գեղամյան, ինչ կարծիք եք, պարոն Գրիգորյան, ինչ կարծիք եք, որովհետև այսպես առաջարկ կա։ Պարոն Գրիգորյանը ասեց, Լիպայ ջան, քոպես երկիչը պետք է ունենա իրապես մի մենեջեր, առանց մտածելու ստորագրի։ Եվ այդպես սկսվեց իմ միջազգային կարիերան։ Պարզ է։ Շնորհակալություն Լիպարիտ, մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն մյուս փուլում։ Լավ ծավալուն բովանդակալից զրույց էր, ասեմ Լիպարիտ Խոստովանեմ։ Ես լուրջ եմ ասում, շատ եմ սիրում խոսալ, որ բախր չէ, բայց լուրջ բուրըն է, որ սկսում եմ պատմել, անվերջ կարելի է պատմել։ Բայց այդտեղ բախտի գործոնն էլ չէ, մի քիչ կապ ունի իհարկե, որովհետև այդ օրը կարող էր քո փոխարեն ուրիշ մարդ լինել։ Իհարկե, ցավոտ եմ։ Բանայ ընտրի Ճապոնիան, գնայ մրցույթի։ Ու չհանդիպե այդ մարդուն։ Իսկ ես օրինակ իմ կնոջը ասում, Ալինա ջան, նայ, ասում նա մրցույթ է, ֆորտունա է, ես կարամ շահեմ, շահումը գիտեք, չէ՞, ինչ կան 150,000 եվրո։ Այն թվերին ուսանող տղա եմ։ Ասում կարողա շահեմ, կարողա խոսքի այդտեղ ինչ որ մենեջեր լինի, որը իսկապես հավան ինձ, բայց նույնպես շատ հնարավոր է ոչինչ չստանամ, կոռուպոշման հետ կամ։ Իսկ այս տարբերակը ես գիտեմ դա աշխատանք է, իսկ ես գիտեմ ոնց եմ անում իմ գործը։ Ես վստահ եմ, ու նաև Պոլիտիկի ես ռաշոտ արեցի, շատ հասարակ։ Քաղաքական հաշվարկ։ Քաղաքական հաշվարկ, ճիշտ է, գեղեցիկ հայերենով խոսենք։ Քաղաքական հաշվարկ արեցի, որ այստեղ Վանջան։ Ով է ինձ պրոտեժե անում, ով է ինձ ներկայացնում։ Բեմադրիչը, այսինքն դա արդեն 45% հաջողված գործարք է։ Հասկացա։ Սունկը պատրաստ եք այսօր։ Հիմա կկտրատեմ։ Լավ։ Ապրեք։ Լիպարիտ արդեն բույրը տարածվել է սոխի, դուք սոխարատը պատրաստեցիք, հրաշալի կերպով տիրապետում եք դանակին, դա չեմ կարող թաքցնել։ Նաև սխտորը հիանալի կտրատեցիք, շատ արագ մանրացրեցիք, ձուկը արդեն պատրաստ է, սպասում է որպեսզի նրան տեղափոխեք ջեռոցը։ Ինչ է հաջորդելու այս փուլում։ Հիմա մի փոքր կտժեցնենք միսիկը, այնուհետև ավելացնում ենք սխտորը, մի քիչ այն Արուսիա Կավկազ որ ասում, нужно немножко поженились, պետք է իրար հետ մի ասենց հավեսով տապակվեն, ու այնուհետև ավելացնում ենք սունկը, որտեղ ինքը մի փոքր, քանի որ ինքը հում է, ինքը մի փոքր ավել է պատրաստվում, ժամանակ է պետք, այնուհետև ավելացնում ենք կանաչը, որովհետև մենք բալանսիրովկա ենք արել, ինքը արդեն կիսահում է պատրաստ է գրեթե, իրան այսպես կարելի է ուտել, վերջում ենք ավելացնում եւ green beans-ը, կանաչ լոբին, այո, քանի որ սառեցված է, իրան էլ ենք ավելացնում, ու ամենավերջում սերուցքը, վերջ, աղ բիբար եւ պատրաստ է, եւ լիքը սեր, շատ բարի։ Լիպարիտ, խոսենք ներկայիս ընդհանրապես օպերային արվեստի մասին։ Ինչ վիճակում է այն գտնվում եւ ինչ է սպասվում այդ ոլորտում ըստ ձեզ որպես ոլորտի առաջատար մասնագետ։ Վահան ջան, շատ բարդ հարց եք տալիս եւ պետք է արձանագրեմ ցավոտ, որովհետեւ ինչու ցավոտ։ Ես խոսում եմ ընդհանուր ոչ միայն մեր ազգային օպերային թատրոնի մասին, այլ ընդհանուր ոլորտի մասին, որովհետեւ աշխարհի տենդենսը, աշխարհի ժամանակը, այս արագընթաց այս շրջանը շատ է վնաս պատճառում դասական արվեստին, օպերային արվեստին, որովհետև հասկանում եք, ես հենց մի բան գիտեմ, ինչ վերաբերում կոնկրետ մեզ, մենք, մեր պոտենցիալը այնքան շատ է, բարեբախտաբար եւ փառք Աստծո, որ դա այդպես է, դա է մեզ փրկում։ Եթե խոսենք զուտ գլոբալ ոլորտի մասին, իհարկե մենք օպտիմիստ ենք, ես շատ իմ բնույթով ես օպտիմիստ մարդ եմ ու հույսով եմ, որ ապագա կա ու ոչ միայն կա, այլ շատ փայլուն լավ ապագա կա։ Բայց տեսեք օրինակ հիմա մենք նայում ենք ներկայացումների քանակը։ Ինչ է եղել։ Ձուկը չենք տեղափոխում ջեռոցը։ Ձուկը ջեռոցը, ես ասում եմ ինչ որ բան եմ մոռացել, ձուկը ջեռոցը, այո։ Ուրեմն տեսեք, որտեղ որ սկսում եմ լուրջ թեմաներից փիլիսոփայել խոսել, մոռանում եմ։ Չէ, փիլիսոփայում խոսում եք, բայց վրան ինչպես հասկացա մեղր եք նաև ավելացրել։ Մեղրը ոչ, մեղրը ավելացրել եմ այստեղ, եթե նկատեցիք, սա արդեն մի փոքր մայնացվել է, ինքը պետք է մայնացվի առանց մեղր, որտեղ եթե ի սկզբանե մեղրով դնենք, մեղրը վառվելու է, մքանա եւ հեչ համեղ չի լինելու։ Դրա համար սոուսի մեջ ի սկզբանե մեղր չկա, մեղրը թողել եմ այս երկրորդ հատվածում, որը ընթացքում պետք է այսպես գեղեցիկ իրեն մասաժեն, որպեսզի ինքը եւ գեղեցիկ տեսք ստանա եւ համը ճիշտ լինի։ Վերջ, ուղարկեցինք։ Մենք գնացինք, բարի ճանապարհ, բարի երթ։
Բարի ընթացք։ Հիմա խոսենք օպերային արվեստի մասին։ Դուք ասացիք, որ կա շատ պոտենցիալ, շատ մեծ պոտենցիալ, բայց օրինակ, տեսեք, հիմիկվա այս ժամանակները ներկայացումների քանակը։ Տեսեք, մենք մի բան պետք է հասկանանք, որ ոչ բոլորն են այդքան տաղանդավոր, ոչ բոլորն են այդքան ընդունակ, ոչ բոլորն են այդքան ճկուն եւ արագ։ Երբ դնում են ներկայացումների այսպիսի քանակ, միգուցե ղեկավարությանը, միգուցե ժողովրդին դա շատ հաճելի է աչքին, չէ՞, ասում են, տեսեք, ինչ շատ են եւ նաեւ մեր թատրոնում եւ ոչ միայն աշխարհով մեկ։ Բայց այդ քանակության մեջ կորում է որակը, որովհետեւ նորից եմ կրկնում, ոչ բոլորն են այդքան տաղանդավոր եւ ճկուն, որ կարող են շատ արագ կերպարափոխվել, գոյություն ունեն շատ ներքին խոհանոցային, այսպես ասած, գործարքներ, որը պետք է տեխնիկապես դու կարողանաս մի կոմպոզիտորից մեկնես ուրիշ կոմպոզիտոր, փոխես ոճային ձայնա արտաբերման որակը եւ տեսքը, որովհետեւ դա շատ կարեւոր է, нужно петь в стиле, որպեսզի այդ ստիլը փոխվի, դու էլ պետքա քո կոպիտ ասած գործիքը կարողանաս վերափոխել շատ արագ։ Եվ իհարկե շատ ցավալի է արտ երկրում, ինչ եմ ես նկատում վերջի տարիներին, որ վերածվել է զուտ մաքուր բիզնեսի, որը շատ վատ է։ Սարսափելի վատ բան է, դարձել է բիզնեսի, այսինքն հիմա ոչ մեկին չի հետաքրքրում։ Իհարկե դա շատ հաճելի է, երբ քո արտիստը, այն արտիստը, ում դու կանչել ես, տաղանդավոր է, ունի գեղեցիկ ձայն, տիրապետում է շատ լավ իր ձայնին, շատ լավ վարպետ է եւ դերասան։ Եվ այդ ամենը լավ է անցնում, բայց ցավոք սրտի սրտոր ավելացրեցի, այո, բայց ցավոք սրտի շատ հաճախ ես հիմա հանդիպում եմ տարբեր տեղերում, միջազգային լավագույն բեմերում, տարբեր գոլեգաներին ուղղակի ապշում եմ։ Ես քավլից է, ես նախանց մարդ չեմ ընդհանրապես, Վահան ջան, բայց ես այնքան եմ նեղվում, որովհետև իմ արած աշխատանքը արժեքազրկում են։ Որովհետև որպեսզի ես հասնեմ այդ բեմերին ու այդ մակարդակին, ու այդ մակարդակը այսօր ես աշխարհով մեկ իմ ազգի անունը բարձր եմ պահում, չէ՞, ես սարսափելի մեծ ջանքեր եմ գործել, որպեսզի դրան հասնեմ։ Իսկ այսօր մենք տեսնում ենք օրինակ մի մարդ են կանչում, որը օրինակ, չգիտեմ, TikTok-ում եւ Instagram-ում ֆոլոուերներ ունի, չգիտեմ, 250,000 հատ։ Շնորհակալ եմ Լիպարիտ, ամենացավոտ թեմային անդրադառնալու համար։ Այո, իսկապես ցավոտ է։ Ու կանչում են այդ մարդուն, որովհետեւ ինքը famous face է ու իր շնորհիվ տոմսերը լավ են վաճառում, որովհետեւ մաքուր բիզնես են անում մարդիկ։ Հասկանալի է։ Լիպարիտ, այս եւ այլ թեմաների մասին կխոսենք երևի թե արդեն կադրից դուրս եւ մեր հաջորդ հանդիպումը կլինի սեղանի շուրջ դուք հիմա կավելացնեք սունկը եւ մնացած այն բոլոր բաղադրիչները, որոնք դուք նշել եք, ես կկրկնեմ դրանք բրոկոլի, ծնեբեկ, կանաչ լոբի սառեցված, աղ, պղպեղ, սեր, շատ սեր եւ կհանդիպենք սեղանի շուրջ։ Սիրով։ Իսկ պանիրը ինչի համար էր անհրաժեշտ։ Մոռացա տեղ։ Էլի էստեղ։ Պարմիզանը ավելացնենք էլի այստեղ։ Բայց նույնպես վերջում, ամենավերջում, նա պիտի չեփվի, նա ուղղակի պետք է այսպես հալվի։ Շատ բարի, հասկանալի է։ Լիպարիտ, անverջ կարելի է քեզ հետ զրուցել։ Վայ, շնորհակալ եմ, դա նմանապես փոխադարձ է։ Ու նենց նեղվում եմ հիմա, որ քեզ օրինակ ընդհատում եմ, երբ որ շատ կարևոր բաներ ես խոսում, բայց ստիպված եմ, որովհետեւ ժամանակը կանոններով ենք առաջնորդվում։ Հիմա կարող ես միացնել արդեն քաշող համակարգը, նույնիսկ ամենաուժեղի վրա, թող սոխի բույրը տանի։ Այո։ Լիպարիտ արդեն սեղանի շուրջ ենք, սրտի թրթիրով սպասում եմ երբ ենք համտեսելու իհարկե, բայց մինչև համտեսելը պետք է անվանակոչենք այն ամենը, ինչը որ դուք պատրաստել եք։ Թագավորական տրիո։ Օ։ Եվ կանաչների անսամբլ։ Հրաշալի է որակի։ Որից սկսենք, որն է ճիշտը։ Կարծում եմ ձգից սկսենք, որտեղ պետք է տաքուտենք։ Դե թույլ տվեք ձեզ հյուրասիրել, եթե դեմ չեք իհարկե։ Մեզ եւս մեկ հոգի է միանալու, վկայում են այդ ամենի մասին տեղադրված ափսեները, բայց մենք չենք բարձրաձայնի քեփով, համաձայն եք։ Շնորհակալություն։ Ես նույնպես շնորհակալ եմ եւ չեմ համբերում երբենք փորձելու, բայց ես վստահ եմ իհարկե արդեն երբ դուք պատրաստում եք ամեն ինչ բարձր տաղանդավոր մարդը տաղանդավոր է ցանկացած հարցում։ Հուսով եմ, փորձեք։ Դե մեզ համբերությամբ զինվենք։ Բարյախորժակ։ Բարյախորժակ, բարով եք եկել։ Եվ ինչ ենք ըմբում, դուք ասացիք, որ շատ հետաքրքիր ըմպելիք կա ձեր տանը։ Ուրեմն այս վերջերս Պրիբալտիկայում Ձինտերիում մեծ ուրեմն Opera Awards, Baltic Opera Awards կա, հրավիրել են որպես պատվավոր հյուր եւ այնտեղ ելույթ է ունենում, 3 տենոր համերգ են կազմակերպել։ Կազմակերպիչների ուրեմն գլխավոր հովանավորը ուրեմն այս ըմպելիքի
տերն է, ինքը ինչպես են ասում ճիշտ նալիվկա է ինչ որ լիկյոր այո լիկյոր շատ համեղ է այնտեղ փորձեցի եւ ինձ հատուկ նվիրեցին տեսամ որ հավանել են եւ այսօր ուզում եմ որպեսզի դուք էլ համտեսեք փորձեք դե մեզ բարեախորժակ շնորհակալություն շատ հետաքրքիր շատ գնացինք Լիպարիտ հաջան Անմահական լինելն էլ պետք է լինի ինչ-որ չափի, բայց սա անչափ անմահական է, հրաշալի ուղղակի, շնորհակալություն հիանալի ուտեստի համար, ես վստահ եմ, որ կանաչների անսամբլը նույնպես հրաշալի է ստացվել, դուք վերջում նրա վրա ավելացրեցիք ինչ մանանեխ, դիժոնյան մանանեխ և պանիր, դե մեզ բարեախորժակ, շնորհակալություն Բրնձով ամբողջացնենք այս ամենը, անկեղծ ասած արժեր այսքան սպասել, լուրջ, հա, որովհետև հալվում է բերանում, իդեալական, չէի պատկերացնում, որ սենց կլինի, չէի սպասում, բայց իդեալական, շնորհակալություն Լիպարի։ Ես շնորհակալ, ինչպես պետք է ասեմ անկեղծ իմ սիրած բաններից մեկն է ես երբ ընդունում եմ հյուրերից, ընկերներից մեր տանը շատ հաճախ լինում հավաքույթներ, բարեկամներ, իմ ընկերները, գոլեգաները։ Ինձ մոտ դա անկեղծ մի մեթոդ է կիսվել իմ սերով, իմ հարազատ մարդկանց հետ, համեղ պատրաստել եւ հյուրասիրել։ Շնորհակալություն, բարեախորժակ։ Լիպարիտ, շնորհակալություն անմահական ճաշատեսակների համար, շնորհակալություն ֆանտաստիկ զրույցի եւ հիանալի օրվա համար։ Ես եմ շնորհակալ, ապրեք որ եկաք, շատ հաճելի էր եւ շատ ուրախ եմ որ ձեր դուրը եկել է։ Ամեն ինչ հրաշալի է։ Շնորհակալություն, լավ մնաս։ Ստեսություն, հաջողություն, ստեսություն։ Ոայ մամա ջան, վերջապես գնացին 6 ժամը տանն են։ Կատակը Նիկոմ, շատ ուրախ եմ, անչափ շնորհակալություն որ եկան ու շատ ուրախ եմ որ հավանել եք ու պարզապես շնորհակալ եմ ես շատ հյուրասեր մարդ եմ ու մեծ սիրով եւ սրտանց կիսվեցի իմ բաղադրատոմսերով եւ հուսում եմ որ իսկապես տղաները հավանել են եւ մենք իսկապես ինչի մեջ 100% վստահ եմ շատ լավ ժամանակ անցկացրեցինք միասին շնորհակալություն Հələ մի 6 ժամ էլ ստեղ ենք Լիպարիտ ջան արի ուր է այն անսամբլը հրարի Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.